Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալը շարունակում է խորանալ ու դառնալ ավելի մութ, ավելի հոգեբանական և առավել ինտրիգային։ Յուրաքանչյուր նոր դրվագ կարծես մի նոր շերտ է բացում կերպարների իրական դեմքերի ու թաքնված մտադրությունների մասին։ Կարենն այլևս չի թաքցնում իր հետաքրքրությունը Մագդայի նկատմամբ, նրա պահվածքը դառնում է ավելի հաշվարկված, ավելի վտանգավոր։ Մագդան իր հերթին կարծես քայլ առ քայլ մտնում է Կարենի լարած ծուղակը, չհասկանալով, որ ամեն խոսք, ամեն հանդիպում կարող է անդառնալի հետևանք ունենալ։ Կարենը հմտորեն խաղում է նրա վստահության, խոցելիության և մենակության զգացողության վրա։ Նա խոսում է Լանայի մասին, ակնարկում անցյալից ինչ-որ ճշմարտություններ, որոնք Մագդայի համար դառնում են հետաքրքրության ու կասկածների աղբյուր, և հենց այստեղ է վտանգը։ Մագդան սկսում է լսել այն մարդուն, ումից ամենաշատը պետք է հեռու մնալ։ Այս ամենի ֆոնին Արշակը փորձում է նոր էջ բացել իր կյանքում։ Նոր շինարարական ընկերության հիմնադրումը նրա համար ոչ միայն բիզնես քայլ է, այլ նաև փորձ վերահսկողությունը սեփական կյանքի վրա վերականգնելու։ Նա ընկերությունը վստահում է Էդոյին, հավատալով նրա ազնվությանն ու պրոֆեսիոնալիզմին, բայց այս որոշման մեջ կա նաև մեկ այլ լուռ նպատակ։ Էդոն իր հերթին ցանկանում է օգնել Նորոյին, բայց ոչ այնպես, որ դա նվաստացնի նրան կամ ստիպի զգալ պարտավորված։ Նա Նորոյին չի ասում, որ նախաձեռնությունը գալիս է Արշակից, պարզապես առաջարկում է աշխատանք որպես հնարավորություն, ոչ թե օգնություն։ Երբ Նորոն գալիս է ընկերություն, այնտեղ հանդիպում է Մագդային ու փոքրիկ Արևին։ Այդ տեսարանը լցված է լուռ լարվածությամբ։ Արևն անմիջապես ջերմ է արձագանքում Նորոյին։ Նրա ներկայությունը հանգստացնում է երեխային։ Նորոն չդիմանալով ասում է Արևին, որ ցանկացած պահի կարող է իր վրա հույս դնել։ Այդ խոսքերը հնչում են հատկապես ցավոտ, որովհետև հեռուստադիտողը գիտի ճշմարտությունը։ Արևը դեռ չգիտի, որ Նորոն իր հարազատ եղբայրն է, բայց Արյունը կարծես արդեն իր կապն է ստեղծել։ Նորոն շատ է սիրում Արևին, բայց այդ սերը ստիպված է պահել սահմանների մեջ։ Նորոն արդեն պատմել է Արշակին Կարենի ու Լանայի հարաբերությունների մասին, զգուշացրել վտանգի մասին, բայց Արշակն այս հարցում տարակուսած է։ Նա անտարբեր չէ Լանայի հանդեպ, նրա հանդեպ ունի կարեկցանք, նույնիսկ վստահություն ու մի փոքր էլ զգացմունք։ Արշակը չի տեսնում այն ամբողջ պատկերը, որը տեսնում են Նորոն ու հեռուստադիտողները։ Նա դեռ չի գիտակցում, թե իրականում որքան մեծ վտանգի մեջ է Մագդան։ Եվ հենց այս պահին սերիալում տեղի է ունենալու հերթական ցնցող բացահայտումը։ Արշակը պարզում է, որ տանը պահած գումարը չկա։ Մեծ գումար, որը պետք է ապահովեր նոր սկիզբ, պարզապես անհետացել է։ Կասկածները կախվում են օդում։ Ով է մեղավոր, ինչպես է դա հնարավոր, եւ ամենակարևոր հարցը՝ արդյոք Լանան կհամարձակվի խոստովանել, որ հենց ինքն է գումարի անհետացման պատճառը, թե կընտրի լռել ավելի խորացնելով վտանգը։ Լանան կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ խոստովանել ու կործանել այն քիչ վստահությունը, որ ունի Արշակի աչքում, թե լռել ու թույլ տալ, որ ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից։ Իսկ Կարենը ստվերում կանգնած սպասում է իր հաջորդ քայլին, պատրաստ օգտագործելու ցանկացած ճշմարտություն հօգուտ իրեն։ Սերիալն արագ մոտենում է մի կետի, որտեղ այլևս ոչ ոք անմասն չի կարող մնալ։ Ճշմարտությունները շուտով կբախվեն միմյանց, և յուրաքանչյուր լռություն կարող է թանկ արժենալ։ Առջևում դրվագներ են, որոնք փոխելու են հերոսների ճակատագրերը և ստիպելու են հեռուստադիտողին մինչև վերջին վայրկյանը մնալ էկրանին։ Իսկ շատ շուտով կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Մինչ կբացահայտվեն այս և այլ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե տեղեկանաք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու, սեղմեք զանգակկոճակն ու ստացեք առաջին տեղեկությունը հենց դուք։ Ինչպես արդեն նշեցինք, Մագդան ընկել է Կարենի լարած ծուղակը, ու շատ շուտով հետաքրքիր բացահայտումներ են լինելու։ Օրեր առաջ փոքրիկ սցենարից հատված էր հայտնվել համացանցում, որից պարզ է դառնում, որ Մագդան չի ուզում լսել Լանայի անունը, իսկ դա նշանակում է մի բան, որ գաղտնիքներից որոշ մասն արդեն բացահայտվել է։ Արդյոք բացահայտվել է, որ Լանան իր մայրն է, թե որ Կարենն ու Լանան ամուսնացած են, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ Մագդայի կյանքը վտանգի տակ է, դա հաստատ։
Նորոն Արշակին պատմում է ամբողջ ճշմարտությունը, պատմում է, թե ինչպես է տեսել, որ Կարենը Լանայի ձեռքը քաշում է հենց Արևի ներկայությամբ։ Սա պիտի զանգ լիներ ազդակ, որ Արշակը զգուշանար և Լանայից, և Կարենից ու Լանային որքան հնարավոր է այս ընտանիքից հեռու պահեր, բայց ինչպես արդեն ասացինք, Արշակը զգացմունքներ ունի Լանայի հանդեպ ու դեռևս չի կարողանում ազատվել այդ զգացումներից և որոշել է օգնել Լանային, բայց ինչպես օգնել։ Երբ վտանգն ավելի մոտենա ու հասկանա, որ այլևս ոչինչ չի կարողանա փրկել։ Իհարկե Լանան հնարավոր է ազնիվ մղումներ ունի այս ընտանիքի հանդեպ, բայց Կարենը թույլ չի տա, որպեսզի այն իրագործվի։ Արդյոք Լանան ճշմարտությունը կասի, որ այդ գումարն ինքն է վերցրել, թե սլաքները կողի Մագդայի ուղղությամբ ցույց կտա ժամանակը, բայց որ Մագդան վիրավորված է լինելու Լանայից, դա փաստ է։ Որն է լինելու այդ ամենի պատճառը և հետևանքը ցույց կտա ժամանակը։ Մնացեք մեզ հետ ու միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։